Իր հուշերում Ստեփան Զորյանը պատմում է, որ 1914 թվականին Մոսկվայի հայկական կոմիտեն որոշում է կայացում հրատարակել հայ պոեզիայի մի թարգմանական ժողովածու ռուս ընթերցողների շրջանում տարածելու նպատակով եւ գիրքը խմբագրելու խնդրանքով դիմում է նշանավոր ռուս բանաստեղծ Վալերի Բրյուսովին։ Բարև ձեզ բարեկամներ, եթերում նոր դարն է։ Այսօր մենք պիտի խոսենք ռուս դասական գրող եւ մեր ժողովրդի մեծ բարեկամ Վալերի Բրյուսովի մասին։ Իսկ թարգմանական ժողովածուն, որի մասին հիշում է Ստեփան Զորյանը, նշանավոր Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը գիրքն է, ահա այս սքանչելի հատորը, որ դուք տեսնում եք, որ հրատարակվեց 1916 թվականին մեծ հիացում առաջ բերելով ողջ Ռուսաստանում։ Իդեպ նույն թվականին հրատարակվեց նաև հայ գրականության ժողովածուն, Մաքսիմ Գորկու խմբագրությամբ հիմք դնելով ամուր հոգևոր կապի երկու ժողովուրդների միջև։ Մեր բարեկամների բանակը գնալով համալրվում էր նոր ու նշանավոր անուններով։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Նիկողայոս Մար, հռչակավոր արվեստաբան, գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ Վլադիմիր Ստասով, նշանավոր բանաստեղծ Սերգեյ Կարադեսկի եւ այլն։ Ռուս բանաստեղծների մեջ մենք շատ բարեկամներ ունեցանք։ Բավական է հիշել Վալերի Բրյուսովին, Սերգեյ Կարադեսկուն, Օսիպ Մանդելշտամին, Վերա Զվյագինցևային, Մարիա Պետրավիխին, Սերգեյ Շերվինսկուն, Ալեքսանդր Ջիտովիչին, Արսենի Տարկովսկուն, Եվգենի Եվտուշենկոին, Ալեքսանդր Կուշներին, Միխայիլ Դուդին, Միխայիլ Մատուսովսկի եւ այլն եւ այլն։ Հայկական թեմային անդրադարձել են նաեւ արձակագիրներ Անդրեյ Բելին, Վասիլի Գրոսմանը, Անդրեյ Բիտովը, Յուրի Կարապչիևսկին, Կիմ Բաքշին, Նիկոլայ Տիխոնովը եւ այլ նշանավոր ու հրաշալի դեմքեր, դասականներ ռուս գրականության։ Եվ բնական է այն մեծ սերը, որ Հայաստանում առաջ եկավ Վալերի Բրյուսովի անձի եւ գործի հանդեպ։ Սառն ու հմուտ էիր, խոր ու գիտուն, պատմություններ անհուն քո մուսագետը, եւ դու եղար մեզ հետ, երբ ահավոր աղետը մոլեգնությամբ իր բիրտ մտավ մեր տուն։ Այդ օրերում մեր տունը չկար խնդում, կորնչում էր միգում մեր արահետը եւ մեր հանճարը հին, կոփված, անդուլ, սերունդների ջանքով դեռ անծանոթ մի գետ էր։ Դու սուզվեցիր վարպետ անեզրական այդ ծովը եւ շլացար անցիր մեր գանձերի փայլից, ելար ինչպես նավազ, որ գյուտերից գինով է եւ աշխարհի արչեւ, որ դեռ ահով էր լի, դու բացեցիր ոգու մեր գանձարանն անհուն եւ մեզ համար դարձար անմարելի անուն։ Սքանչելի տողեր, հիանալի տողեր, փառահեղ տողեր, Երիշեչյանցն է, որ 1934 թվականին այսպես գնահատեց Բրյուսովի հանճարը եւ նրա սերը աշխարհի հնագույն ժողովրդի հայերիս հանդեպ։ 1916 թվականին Վալերի Բրյուսովի խմբագրությամբ ահա լույս տեսավ այս հրաշալի հատորը, որին պիտի անպայման շեշտենք, վիճակված էր բացառիկ կարևոր դեր հայ ժողովրդի ճակատագրում, ինչպես արդեն Չարենցի բանաստեղծությունի ձոնից նվիրված Վալերի Բրյուսովին դուք տեսաք, առաջին համաշխարհային պատերազմի դառն օրերն էին։ Եղեռնի սոսկումից հետո առաջին անգամ բարձրաձայն խոսվում էր հայ ժողովրդի մեծ մշակույթի մասին։ Մեծ Չարենցից բացի եւ Չարենցից առաջ Բրյուսովի գործը բարձր գնահատեցին շատ մտավորականներ։ Առաջին անգամն է ահա ռուս բանաստեղծը գալիս մեզ մոտ եւ հատկապես մեր բանաստեղծության համար այս ծանր օրին առաջին անգամն են
ռուս նշանավոր բանաստեղծները մեր բանաստեղծությանը մոտենում եւ գտնում են լիուլի եւ այժմ լուրը կերթա Ռուսաստան, թե Կովկասում հայերի մեջ բանաստեղծություն էլ կա, բանաստեղծներ էլ կան, ասել է Հովհաննես Թումանյանը, Վալերի Բրյուսովի մեծագույն բարեկամը, նրանք անձնական ընկերներ էին եւ այն որ Բրյուսովը այդքան սիրեց Հայաստանը, այսօր շատ մեծ դեր է կատարել բարեկամությունը Հովհաննես Թումանյանի հետ։ Ժողովուրդները տեսականորեն բարեկամ չեն դառնում։ Միշտ մեծ արվեստագետների, մեծ գրողների անձնական բարեկամության վրա է հենվում ժողովուրդների սերտացումը եւ հետո նաեւ բարեկամությունը քաղաքական ասպարեզում։ Վալերի Բրյուսովի աշխատանքով հիանում էր նաեւ Ալեքսանդր Շիրվանզադեն։ Միայն բանաստեղծը կարող է անել այն, ինչ արավ Վալերի Բրյուսովը։ Ոչ միայն պատմության կործանիչ փոշուց մաքրել բրոնզյա ձուլվածքները, այլև շունչ ու կյանք տալ նրանց, այլև ստիպել նրանց շարժվել, խոսել ու երգել։ Իդեպ Շիրվանզադեն եղել է ներկա Բրյուսովի դասախոսություններից մեկին, գիտեք 1916 թվականին Վալերի Բրյուսովը մի դասախոսությունների շարք սկսեց Երևան, Տիֆլիս, Բաքու, Ռուսաստանում նույնպես, եւ այդ դասախոսությունները լացնում էին լեփ-լեցուն դահլիճներում։ Ահա դասախոսության առաջին բաժնի ավարտից հետո հայ գրողն իր երախտագիտությունն է գնում հայտնելու Վալերի Բրյուսովին եւ նրան գտել է հուզմունչից դողալիս ու գունատված։ Բրյուսովը հուզված էր ոչ այնքան դահլիճի ջերմ վերաբերմունքից, որքան հայ գրականության սքանչելի գանձերի պարգևած կախարդանքից, արցունքներ էին հոսում հանճարեղ բանաստեղծի աչքերից։ Բրյուսովը, որ ժամանակին Մաքսիմ Գորկու գնահատությամբ ամենագիտուն բանաստեղծն էր, ամենագրագետ գրողն էր ռուս իրականության մեջ, իմացության հանրագիտարան, այդպես էին դիմում ռուսական սիմվոլիզմի տեսաբանին ու առաջնորդին Վալերի Բրյուսովին, որ մեծագույն հեղինակություն էր դարաշրջին։ Ահա դասախոսությունները նրա որ կարդացել էր Մոսկվայում, Երևանում, Թիֆլիսում, Բաքվում, բոլոր անցան մեծ հաջողությամբ, բայց գլխավորը այն սերն էր, որ բխում էր ռուս հանճարի հոգուց։ Արցունքն աչքերին խոսում էր հիացած հայ գրականության մասին։ Իդեպ նույն այդ տարիներին հայ մտավորականները, ովքեր ծանոթ չէին մեր միջնադարյան պոեզիային, զարմացած հարցնում էին. միթե այս գրողները հայ գրականության ներկայացուցիչներ են եղել եւ ինչու մենք ոչինչ չենք իմացել միջնադարի հայ գրողների Աղթամարցու, Երզնկացու, Նաղաշով Նաթանի մյուսների մասին։ Սա իրականությունն է։ Իսկ ինքը Վալերի Բրյուսովը խոստովանել է, որ ինքը շատ բան ստացավ հայ գրականության հետ հաղորդակցման շնորհիվ։ Հայաստանի ուսումնասիրության մեջ ես գտա հոգեկան հրճվանքների մի անսպառ աղբյուր, որպես բանաստեղծ, որպես արվեստագետ, Հայաստանի պոեզիայի մեջ ես տեսա գեղեցկության մի այնպիսի ինքնուրույն աշխարհ, նոր, մինչ այդ ինձ անհայտ տիեզերական գեղեցկություն։ Հայ գրականությունը ռուս ընթերցողի ներկայացնելու հարցում Բրյուսովը իհարկե առաջինը չէր։ Դեռ 1888 թվականին Եկատերինա Նեկրասովան Մոսկվայի համալսարանում հանդես եկավ Սունդուկյանի քանդած օջախը գրող Ռաֆին դասախոսություններով։ Մեծ ծավալի աշխատանք կատարեց գրականագետ Յուրի Վեսելովսկին, հայտնի ակադեմիկոս, նշանավոր համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական Ալեքսանդր Վեսելովսկու որդին, որ 1893 թվականին խմբագրեց եւ լույս ընծայեց հայ բելետրիստներ ժողովածուի առաջին հատորը։ Ժողովածուն այնքան ջերմ ընդունելություն գտավ, որ արդեն հաջորդ տարի հրատարակվեց այդ ժողովածուի երկրորդ հատորը, որը կոչվում էր Հայ բելետրիստներ, դրամատուրգներ եւ պոետներ։ Սակայն ամբողջ տպաքանակը
2000 օրինակ ցարական գրաքննության կողմից արգելվեց եւ բռնագրավվեց։ Պատճառաբանությունը հետեւյալն էր. հայ բելետրիստներ ժողովածուի երկրորդ հատորի հրատարակիչների նպատակն է զարթնեցնել ռուս ընթերցողների մեջ համակրանք դեպի հայ մտավորականությունը, որը ինչպես իրենք էին վկայում այդ մասին, դաստիարակված է ռուս 60-ականների ազդեցության տակ։ Այսինքն հեղափոխական ոչի են տեսել այդ ժողովածուի մեջ։ Ժողովածուի մեջ զետեղված գրվածքների հերոսները անդադ խոսում են այն մասին, որ իրենց երազների իրականացման համար անհրաժեշտ է պատրաստել թարմ երիտասարդ ուժեր, նրանցից է կախված հայ ժողովրդի ապագան։ Ահա թե ինչից են վախեցել ցարական գրաքննիչները։ 1903 թվականին լույս տեսավ ժամանակակից հայ բանաստեղծներ ժողովածուն, իսկ 1907-ին հայկական մուսան կրկին մեր ժողովրդի լավ բարեկամ Յուրի Վեսելովսկու խմբագրությամբ։ Այո, Բրյուսովը ուներ նախորդներ, սակայն նրա նախորդներից եւ ոչ մեկը չէր կարող կերտել այնպիսի կոթողայի ստեղծագործություն, ինչպիսին եղավ Հայաստանի պոեզիան։ Բրյուսովի սքանչելի այս հատորը համբուրելի մի հատոր, որը ներկայացրեց ողջ շքեղությամբ, ներկայացրեց Հայաստանի գեղարվեստական հանճարը։ Իդեպ շատ կարևոր մի հանգամանք։ Բրյուսովը աշխատակցության հրավիրեց ռուս գրականության առաջին դեմքերին, տեսեք ում է խնդրել, ում է առաջարկել, որ թարգմանեն հայ գրականություն։ Ալեքսանդր Բլոկ, Իվան Բունին, Բալմոնտ, Խոդասևիչ, Սալագուբ, Վիչեսլավ Իվանով, իհարկե թարգմանությունների արդյունքի բաժինը կատարել է ինքը Վալերի Բրյուսովը։ Ապա Ռուսաստանի ամենակուլտուրական գրողը կրկին Մաքսիմ Գորկու բնորոշումն է, խորապես ուսումնասիրել է հայոց պատմությունն ու մշակույթը։ Բրյուսովի անձնական գրադարանի 19-րդ բաժինը ամբողջովին նվիրված էր հայոց պատմությանը, լեզվին ու գրականությանը։ Գնահատելով հայ գրականությունը, Վալերի Բրյուսովը գրում է. Միջնադարյան հայ քնարերգությունը հայկական ոգու ճշմարիտ հաղթանակն է համաշխարհային պատմության մեջ։ Ռուս գրողը ընդգծում է հայ պոեզիայի անկախությունը, հայ միջնադարյան քնարերգությունը, գրում է Վալերի Բրյուսովը, համարյա ոչ մի կախում չունի եվրոպական պոեզիայից, եւ ինչ կարող էր տալ լիրիկական ստեղծագործության բնագավառում 13-14-րդ դարերի արևմտա եվրոպական պոեզիան, որ դեռ նոր էր ծնունդ առնում բոլոր երկրներում, ներառյալ նաև առաջավոր Իտալիան։ Գիտեք, որ իտալական հռչակավոր վերածնունդը, որը համաշխարհային երևույթ դարձավ, սկիզբ է առել 14-րդ դարից։ Դրանից 4 դար առաջ հանճարեղ Հայաստանի հանճարեղ արվեստագետները կերտեցին հայկական վերածնունդը 4 դար առաջ իտալական վերածնունդից։ Սա մեր ոգու, սա մեր հանճարի զարմանալի բնույթի մասին է խոսում։ Մեր մեջ իսկապես ապրում է այդ ոչին եւ ընդհանրապես պետք է հնարավորություն, որ այդ ոչին արթնանա ողջ հանրության մեջ։ Ռուս գրողը ընդգծում է հայ պոեզիայի անկախությունը եւ նույն ժամանակ նշում հայ բանաստեղծները անպայման պոեզիայի մեջ մտցրին մի նոր ոճի, որը տարբեր է նաեւ զուտ արևելյան ստեղծագործության իշխող ոգուց։ Մերժեցին չափազանցված գունագեղությունը, մի բան որ իրապես բնորոշ է արևելքին, ներկերի անսանց կուտակումը, պատկերների անսահման դիզումը, որ արևելյան պոեզիայի անհրաժեշտ հատկությունն է։ Բրյուսովը հայ պոեզիային ծանոթ լինելը ամենից կարևոր միտքն է։ Պարտադիր էր համարում ամեն մի նոր բանաստեղծի համար։ Քանի որ, ասում է նա, 15-18-րդ դարերի հայկական քնարերգությունը
Դրա հետ միաժամանակ հասնում է արվեստի բարձունքներին եւ ունի համաշխարհային պոեզիայի իսկական մարգարիտներ, ուստի այդ քնարերգության ուսումնասիրությունը հին հունական անտիկ պոեզիայի ուսումնասիրության հետ հավասար չափով պարտադիր է ամեն մի բանաստեղծի համար։ Խոսքս ուղղում եմ մեր երիտասարդ հեղինակներին, ստեղծագործողներին, որ այսօր նոր ուղիներ են փնտրում, սիրելի բարեկամներ, եվրոպական, ճապոնական, ֆրանսիական գրականության փորձերին հետևելուց առաջ մտեք հայրենական տուն, բախեք մեր միշտադարյան ամրոցների դռները, մեր սքանչելի պոետական բերդերի մեջ փնտրեք գեղարվեստական ձևերի անսպար պաշարներ, երկու ոտքով ամուր կանգնեք հայրենական հողի վրա, կապկելով օտար մշակույթին դուք կհասնեք ոչնչի։ Առավել ևս, ինչպես ասում է Վալերի Բրյուսովը, հայ միջնադարի ուսումնասիրությունը պարտադիր է բոլոր նոր բանաստեղծների համար։ Այսպիսի սիրով ու այսպիսի նվիրումով Բրյուսովը ստեղծեց Հայաստանի պոեզիան ժողովածուն, որ ամենից բարձր գնահատականի արժանացավ ռուսական մամուլում, համարվեց առաջինը թարգմանական ժողովածուների շարքում։ Այդ շրջանում ռուս մտավորականության ու գիտնականների շրջանում շատ կային հետաքրքրական մղումներ, առհասարակ հետաքրքրություն տարածաշրջանի պոետական ձեռքբերումների նկատմամբ տարբեր ազգերի գրականությունները դարձել էին հետազոտական առարկա եւ տպագրվում էին նման ժողովածուներ, ինչպես Հայաստանի պոեզիան։ Արձագանքները ցույց տվեցին, որ այդ բոլոր ժողովածուների շարքում ամենից բարձրը հռչակվեց Հայաստանի պոեզիան։ Սա երբեք չմոռանաք, որտեղ սա շատ կարևոր բան է։ Հայաստանի պոեզիան թե իր ծրագրով, թե նյութերի ընտրությամբ, թե բացատրական ծանոթությունների լրիվությամբ պետք է առաջինը համարվի նման գրքերի շարքում, գրել է ռուսական մամուլը։ Այդ կարծիքն ունեին բոլոր նշանավոր գիտնականները, ռուսական ակադեմիայի բոլոր անդամները, որ բացառիկ կարևոր գնահատական է։ Ահա մի կարծիք, ոչ Ռուսաստանում, ոչ Եվրոպայում, ոչ մի արևելյան պոեզիա չի ներկայացված նման օրինակելի գրական նուրբ ճաշակով եւ միաժամանակ գիտական բարեխիղճ հրատարակությամբ ես միայն կարող եմ երազել, որ իմ սրտին սիրելի մուսուլմանական պոեզիան մեզ մոտ Ռուսաստանում արժանանար նման բախտի, գրում էր արևելագետ ակադեմիկոս Կրաչկովսկին։ 1916 թվականին Բրյուսովին նամակով իր հիացմունքը արտահայտեց հռչակավոր Մաքսիմ Գորկին, որ առաջին դեմքն էր ժամանակի գրական կյանքի մեջ։ Ձեր հոյակապ հայկական ժողովածուն նկատի ունի Հայաստանի պոեզիան, առաջացրեց նախանձի զգացում եւ ցանկություն մեր ժողովածուններում եւս հասնելու նման գեղարվեստական բարձունքների։ Մաքսիմ Գորկին փորձում էր նմանատիպ մի ժողովածու ինքը հրատարակել, արդեն խոսք գնաց այն մասին, որ հենց նույն թվականին Գորկու խմբագրությամբ լույս տեսավ հայ գրականության ժողովածուն, որը իհարկե շատ կարևոր արարք էր իբրև գեղարվեստական քայլ, շատ կարևոր երկու ժողովուրդների մերձեցման հարցում, բայց իհարկե չունեցավ այն փառահեղ շլացուցիչ փայլը չունեցավ, որ վիճակված էր Վալերի Բրյուսովի խմբագրությամբ հրատարակված Հայաստանի պոեզիան շքեղ ժողովածուին։ Շատ կարևոր մի դիտարկում ևս, Վալերի Բրյուսովը հայ միջնադարյան քնարերգությունը համարեց հայ ժողովրդի ազնվության վկայագիր։ Դուք ազնվական ազգ եք, ասում էր Բրյուսովը, որ ուսումնասիրում էր հայոց պատմություն, հայ գրականություն, հայոց լեզու եւ ասում էր այս ամենի մեջ տեսա ձեր արյունը յուրահատեսակ ազնիվ է, դուք ազնվական ժողովուրդ եք եւ ձեր գրականությունն է ձեր ազնվության վկայագիրը։ Եվ իսկապես, ասում է Բրյուսովը, կան ժողովուրդներ,
նույնիսկ նրանց մեջ այնպիսիք, որոնց պատմական բախտի փոփոխությունը երբեմն տիրակալ է դարձրել հայերի վրա։ Ժողովուրդներ, որոնք իրենց գրողներից չեն կարող ասել ոչ մի անուն, որ արժանի լիներ կանգնելու հայկական միշտադարյան քնարերգուների կողքին, որոնք մեկ անգամ ընդմիշտ ազնվության վկայագիր են շնորհել հարազատ հայ ժողովրդին։ Հայ ժողովրդի պատմական միսիան տեսնելով արևելքի եւ արևմուտքի սինթեզի մեջ, իդեպ սա կարևոր հանգամանք է, պիտի խնդրեմ, որ այս մտքին ուշադրություն դարձնեք, Բրյուսովը գտնում էր, որ հայության հոգու մեջ, հայ հոգու մեջ, հայ մշակույթի, միջնադարյան հայ պոեզիայի մեջ արկա է մի շատ կարևոր յուրահատկություն։ Մենք սինթեզն ենք արևելքի եւ արևմուտքի։ Մենք միահյուսում ենք, հայությունը կապում է երկու աշխարհ միմյանց, դա մեր աշխարհագրական դիրքից է բխում եւ հայ հոգու առանձնահատկություններից։ Ահա, այսպես է բրութագրում Բրյուսովը հայ մշակույթը, իբրև հաշտարար երկու տարբեր անգամ հակադիր մշակույթների։ Եվ Բրյուսովի պատգամը, լսենք թե ինչ է ասում մեր ժողովրդի մեծ բարեկամը, որ անհուն սիրով կապված էր իր ընտանիքով, ոչ միայն ինքը, նաև կինը մշտապես կապված է եղել Հայաստանի հետ, իր շրջապատը ամբողջապես կապված է եղել Հայաստանի հետ։ Ահա Բրյուսովի պատգամը, հայ ժողովրդական պոեզիայի եւ միջնադարյան հայ քնարերգության մեջ է նոր ոգեշնչումների անսպառ աղբյուրը։ Հայաստանի գալիք բանաստեղծների առաջին խնդիրն է շուրթ դնել այդ կենարար աղբյուրին, ծծել այնտեղ թաքնված մոտիվները եւ նոր ձևով մշակել դրանք ժամանակակից տաղաչափական տեխնիկայի ամբողջ սպառազինությամբ եւ ժամանակի ոգուն ու նրա նոր պահանջներին համապատասխանորեն։ Ուղղակի անհնար է չկրկնել այս տողերը, սրանք բացառիկ տողեր են եւ ես որ անչափ կարևորում եմ արդի հայ մշակույթը եւ իմ ամբողջ գործունեությամբ նվիրված եմ ժամանակակից բանաստեղծության, ժամանակակից արձակի հանրահռչակմանը, մենք փնտրում ենք նոր անուններ, փնտրում ենք նոր գրողներ, տեղ ու ասպարեզ է տալիս մեր նոր դար հաղորդաշարը բոլոր նորերին, ահա Բրյուսովի պատգամը հատուկ ձեզ համար սիրելի բարեկամներ ուզում եմ կրկնել։ Ուշադիր լսեք։ Հայ ժողովրդական պոեզիայի եւ միջնադարյան հայ պոեզիայի մեջ է նոր ոգեշնչումների անսպառ աղբյուրը։ Հայաստանի գալիք բանաստեղծների առաջին խնդիրն է շուրթը դնել այդ կենարար աղբյուրին, բացահայտել, գտնել այնտեղ թաքնված մոտիվները, նոր ձևով մշակել դրանք, ժամանակակից տաղաչափական տեխնիկայի ամբողջ սպառազինությամբ եւ ժամանակի ոգուն ու նոր պահանջներին համապատասխան։ Սրանք 100 եւ ավելի տարիներ են անցել այն օրերից, երբ գրվել էր այս տողերը, բայց Բրյուսովը շարունակում էր արդիական, սիրտը մեր սրտին կպած ռուս բանաստեղծ, հայ ոչին գնահատող բանաստեղծ, որ անսահման սիրում էր Հայաստանը, այնքան տպավորված էր հայերից, այնքան սիրում էր մեր ժողովրդին Բրյուսովը, այնքան մտերիմ էր իր կապը Հովհաննես Թումանյանի հետ, որ մի անգամ երեկոյան ուշ, երբ հրաժեշտ է տալիս Թումանյանի ընտանիքին եւ հեռանում է Թիֆլիսում Թումանյանի տնից, այնտեղ հյուրասիրությունից, ջերմ զրույցից հետո, բնականաբար, քանի որ Աշճանները տախտակից էին եւ իջնողի ոտքերի ձայնը պիտի լսվեր, անհանգստանում են Թումանյանի ընտանիքում, ասում են ինչու այդ ձայնը չեկավ, դուռը բացում են եւ ինչ են տեսնում, Բրյուսովը ներքև չի իջել, նստած աստիճանահարթակին գրիչն առած գրառում է այդ օրվա տպավորությունները, այնպիսի տպավորություններ ուներ Թումանյանից, որ Թումանյանն բառ ուզում էր գրանցել, այդպես էր սիրում Հայաստանը եւ Հայաստանի խորհրդանիշ Հովհաննես Թումանյանին։ Սա բացառիկ բան է։ Երբեք պիտի մոռանանք այս բարեկամությունը, որտեղ այս բարեկամություններ, նման տիպի բարեկամներն են հիմքը հայության ապագա հաղթանակների։ Երկրորդ խնդիրը, որ Բրյուսովը դնում է
մեր նոր գրողների առջև, նոր մտավորականների առջև, սերտորեն կապված է առաջինի հետ եւ թելադրվում է, ինչպես ինքը Բրյուսովն է նշում, հայ գրականության անցյալից։ Հետևյալն է այդ երկրորդ խնդիրը՝ փնտրել եւ ցույց տալ աշխարհին նոր սինթեզը երկու հավերժական սկզբունքների՝ արևելքի եւ արևմուտքի սկզբնահիմքերի, որոնցով ապրում է ամբողջ մարդկությունը եւ որոնք իրենց փոխազդեցությամբ այդքան ցայտուն արտահայտված են Հայաստանի պատմության մեջ, հնչեցնել դրանք բարձր միասնությամբ, որ զարգացման մի այլ աստիճանում արդեն արել են միջնադարի հայ բանաստեղծները, ողջ հայ ժողովրդի պատմական միսիան դա է։ Վերջապես հայ պոեզիայի երրորդ խնդիրն է ժողովրդական ազգային ոգու լրիվ բազմակողմանի առավելագույն դրսևորումը։ Համաշխարհային պոեզիան իրավացիորեն համեմատել են աստվածային տաբեղի հետ, որի համար ամեն մի առանձին ժողովուրդ ասես մի լար լինի, առանձին մի լար է նա, հարկադրել իր լարին, որ հնչի միայն իրեն ներհատուկ, մյուսներին տարբեր հնչյունով ու դրանով հանդերձ հնչի այնպես, որ նրա ձայնը ներդաշնակորեն միաձուլվի մյուս լարերի հնչումին ու կազմի համաշխարհային միասնական մի մեղեդի, մի սիմֆոնիա, թերևս սա է հայ բանաստեղծի ամենավեհ կոչումը։ Հայաստանի հանդեպ բուռն սերը արտահայտվել է նաև Բրյուսովի բանաստեղծություններում։ Տեսեք ինչ է գրում մեր բարեկամը. մենք ուխտավոր ձեր տաճարի գալիս ենք արդ սիրով անշեջ, ղողանջը հնչում է անցյալի, մեր ամեն մի նոր օրվա մեջ, այսպես էր գրում հայերին բանաստեղծության մեջ, եւ ահա վերջերքը մեկ այլ բանաստեղծությունից, Արարատը Երևանից։ Մասիս հասակակիցդ արարչության, մարդու վերջն ես տեսել դու մահարիտ, եւ գաղտնիքներն ապագայի միայն արարիչը պատվիրել է սարիտ, քեզ բարձրացած դաշտից արյունակեզ, իսկ ինչ է լինելու, լոկ դու գիտես։ Սիրելի բարեկամներ, մենք հուզումով անկեղծ շնորհակալությամբ խոսեցինք մեր ժողովրդի լավ բարեկամի մասին։ Երբեք մենակ չզգաք ձեզ, դուք շրջապատված եք բարեկամներով, միակ խնդիրը, որ մենք պիտի ունենանք, միակ գործը, որ մենք պիտի անենք, սիրելի բարեկամներ, չփակվել, չներփակվել մեր կեղևի մեջ, այլ բացել դռները մեր բարեկամների առջև, ամբողջ աշխարհ ունենք Հայաստանի սիրահար, եղեք հավատարիմ ձեր հայկյան ոգուն, որովհետև դա է պահանջում այսօր աշխարհը մեզնից, նմանվենք մեր նախնիներին ու հայանանք առավել մեր բանաստեղծությամբ, մեր գիտությամբ, մեր արվեստով, մեր մշակույթով, մեր քաղաքակրթությամբ միանանք այն մեծ երթին, որ սկսել են մեր նախնիները եւ մենք ընդամենը շարունակողներն ենք այդ երթի, հանճարդ հայկյան, նավասարդյան սատոներուն արևափար ալ վերացնե պլատակներեն ու փարագոչ քնարդ առ, ասում էր մեկ այլ հանճար Դանիել Վարուժանը, եւ մենք այս խոհերով ուզում ենք առաջացնել ձեր մեջ մի զգացում սիրել հայկականը։ Տեսեք աշխարհը, գնահատեք աշխարհը, բայց հոգով փարվեք առաջին հերթին ձեր մայր հողին, ձեր մայր մշակույթին, ձեր ու մեր Հայաստան ճգնաղ աշխարհին։ Աստված իբրև դրախտ է ստեղծել մեր երկիրը, որ այսօր տիրոջ կարիք ունի։ Ոչ թե մոռացումի, ոչ թե հեռացումի, այլ հայրենատեր հայի կարիք ունի։ Եվ մեր հաղորդաշարը ահա բացում է ձեր առջև այս սքանչելի աշխարհը, որ մեր մշակույթի, մեր հոգու սքանչելի աշխարհն է։ Սիրենք հայն ու հայկականը եւ այդ դեպքում կտեսնեք, ինչպես մեր բոլոր խնդիրները մեզ համար հեշտորեն լուծելի կդառնան։ Չկա խնդիր հայության առջև, որ լուծելի չլինի, բայց որպեսզի դրանք լուծենք,
Մենք պիտի հավատարիմ մնանք բոլոր այն ավանդույթներին, որ մեզ համար կերտել են մեր նախնիները։ Սիրելի բարեկամներ, սրանով ուզում եմ ամփոփել մեր հաղորդումը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, կրկին հորդորելով ամենից կարևորը, փնտրեք այն զորավոր ապրելու կենսական ուժը, կյանքի կենսական ուժը, որը կա մեր մշակույթի մեջ։ Դա հիմքն է մեր զորության, դա հիմքն է մեր ուժի, մեր ազգային վիաբանության։ Սրանով ձեզ հրաժեշտ եմ տալիս, միշտ նոր հանդիպում բարեկամներ։